Կարող է իմ երեխայի իմունիտետը ցածր է։ Իսկ երբ պետք է կասկածենք, որ հաճախակի հիվանդանալը դա արդեն սովորական չէ, եւ այդ դեպքում մենք ինչ հիվանդությունների հետ կարող ենք գործ ունենալ։ Իրավունք ունի հիվանդանալ։ Թարախային այլ բարդություններով բնականաբար այստեղ մենք արդեն զանգակ ունենք, որ կարող է իմուն համակարգը լավ չի աշխատի։ Իմուն անբավարարությունների ախտորոշման ամենաառանցքային կետերից մեկը դա գենետիկ հետազոտությունն է։ Գենի շրջանակում ոչինչ չի գտնվում, չի նշանակում, որ 500 գենից դուրս չկան ոչ մի փոփոխություններ։ Իսկ հնարավոր է օրինակ, որ նույն գենով պայմանավորված լինեն տարբեր հիվանդություններ, տարբեր դրսևորումներ։ Ներկայումս իմանալով կոնկրետ գենը, կոնկրետ ախտահարման լոկուսը, տեսակը, մենք կարողանում ենք կոնկրետ թիրախային գենի վրա ազդել։ Բավականին ծանր տարբերակ, որին ցուցված է օրինակ ոսկրածուծի փոխպատվաստում հնարավորության դեպքում 19 թվից սկսած զբաղվում ենք նեյտրոպենիաների հետազոտությամբ, որը որ շատ լուրջ խնդիր է։ Ողջույն։ Այսօր այստեղ ենք, որպեսզի հասկանանք, երբ երեխան հոսպիտալացվում է արդեն 5-րդ անգամ, կամ երբ հակաբիոտիկները արդյունավետ են, սակայն կարճ ժամանակով, երբ հասարակ վարակը դառնում է ծանր, արդյոք այս ամենը պատահականություն է, թե սրա հիմքում կան ավելի խորը թաքնված խնդիրներ։ Այսօր այստեղ ենք, որպեսզի հասկանանք ինչ է թաքնված հիվանդության ետևում։ Այսօր մեզ հետ են Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի թերապևտիկ ստացիոնար ծառայության պատասխանատու մանկաբույժ Այդա Պապիկյանը։ Ողջույն։ Եվ գենետիկական փորձագիտական կենտրոնի հիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Հովհաննիսյանը։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Բժշկուհի Պապիկյան, մինչև հիվանդություններին անցնելը, եկեք կարճ խոսենք, թե ինչ է իրենից ներկայացնում մեր իմունային համակարգը եւ ինչպես է այն աշխատում։ Նախ շատ շնորհակալ եմ այս հրավերի եւ ընձեռված հնարավորության համար, քանի որ շատ կարեւոր եմ համարում, որ իմուն համակարգի եւ այդ համակարգի խանգարումների մասին սկսենք ավելի ու ավելի շատ խոսել։ Հաճախ ենք լսում այդ հարցը ծնողների կողմից, կարող է իմ երեխայի իմունիտետը ցածր է, կարծես այդ իմունիտետ բառը բոլորը ճանաչում են, սակայն ռեալ չենք պատկերացնում ինչ է դա։ Դա մեկ օրգան չէ, մեկ համակարգ չէ, դա ամբողջ օրգանիզմով ցրված, կարծես տարբեր բջիջների, օրգանների, նյութերի համագործակցության արդյունք է։ Ինքը կարող եմ ասել, որ շատ բարդ համակարգ է, քանի որ, ինչպես նշեցի, բազմաթիվ կոմպոնենտներ են այնտեղ ընդգրկված եւ կարող ենք եթե շատ գլոբալ եւ մակերեսային փորձենք բացատրել ոչ բժիշկ լսարանին, ընդհանուր առմամբ կարող ենք իմուն համակարգը բաժանել երկու մեծ հիմնական մասերի։ Մեկը դա բնածին իմուն համակարգն է, որով մարդը ծնվում է։ Այդտեղ ներգրավված են բազմաթիվ էլի բջիջներ, օրգաններ, այդտեղ են նաեւ մեր լորձաթաղանթները, մաշկը եւ այլն։ Այսինքն այն բոլոր ֆակտորները, որոնք ի ծնե դրված են մեր օրգանիզմում, որպեսզի մեզ պաշտպանեն արտաքին ազդակներից։ Բայց նաև ունենք ձեռքբերովի իմուն համակարգ, որը շատ ավելի բարդ մեխանիզմների արդյունքում է զարգանում եւ արդեն կյանքի ընթացքում հանդիպելով վարակներին, վիրուսներին, արտաքին տարբեր օտարածին նյութերին, օրգանիզմը սկսում է ձևավորել հիշողության բջիջներ, որպեսզի օրինակի համար բոլորիս հայտնի է, որ ջրծաղիկ մարդը մեկ անգամ է, չէ, հիվանդանում, այդ պարզ օրինակի վրա բերենք, դա արդեն ձեռքբերովի իմուն համակարգի շնորհքն է, այսպես ասած, այսինքն տեսնում են, հիշում են եւ այլևս թույլ չեն տալի, որպեսզի նմանատիպ օտարածին մանրե, նյութ ներթափանցի օրգանիզմ։ Սա եթե շատ պարզ բաժանենք երկու մասի, սակայն ամեն մի օղակ եւ բնածին եւ արդեն ձեռքբերովի իմուն համակարգում աշխատում են բազմաթիվ եւ բջիջներ եւ օրգաններ եւ նրանցից որևիցե մեկի թերի աշխատանքը եւ դա կարող է լինել լիարժեք աշխատանքի բացակայություն, օրինակ մակրոֆագերը, որոնք պատասխանատու են, դրանք բջիջներ են, որոնք պատասխանատու են օտարածին նյութերը կլանելու, այսպես ասած, ֆագոցիտոզ անելու համար, ուտում են, շատ կոպիտ եւ կենցաղային, եթե ասենք, այդ ֆունկցիան տուժած է եւ չեն կարողանում անել, ունենք շատ մեծ իմուն համակարգի խնդիր, այսինքն դա բավական լուրջ խնդիր է, բայց կարող է ունենանք շատ փոքր օղակի խանգարում, որոնք շատ ավելի փոքր ֆունկցիաների համար են պատասխանատու եւ դրանց խանգարումը նույնպես որոշ իրավիճակներում հանգեցնելու է խնդիրների, սակայն ոչ այդքան բուռն, ոչ այդքան ակներև եւ ավելի ուշ կարող է դրսեւորվել կյանքի ընթացքում եւ ավելի քիչ խնդիրներ առողջական առաջացնել օրգանիզմում։ Սա ես փորձեցի շատ կարճ, որովհետեւ եթե սկսենք որևիցե օղակի մեջ ավելի մանրամասնել փորձել բացատրել, դա մի առանձին գիտություն է, ես պետք է ասեմ, որ
այդտեղ խորանալը կպահանջի շատ երկար ժամանակ եւ առանձին սերիաներ մեր ոդկասթի։ Դրա համար ուղղակի փորձեցի ընդհանրական ներկայացնել, որ դա բարդ համակարգ է, մեկ բջիջ չէ, մեկ օրգան չէ, մեկ նյութ չէ, բազմաթիվ օրգաններ են եւ բազմաթիվ գործընթացներ եւ ամեն մեկի ետևում էլ բնականաբար կանգնած է դրա համապատասխան գենետիկ կոդը։ Այդ մասին կարծում եմ հաղորդման ընթացքում առիթ կունենանք խոսելու։ Բժշկուհի Պապիկյան, իսկ երբ պետք է կասկածենք, որ հաճախակի հիվանդանալը դա արդեն սովորական չէ եւ այդ դեպքում մենք ինչ հիվանդությունների հետ կարող ենք գործ ունենալ։ Ես իմ խոսքը սկսեցի, որ ծնողներին հաճախ է այդ հարցը հուզում, այ իմ երեխան շատ է հիվանդանում եւ որ կետն է, որ մենք արդեն սկսում ենք դրան ավելի լուրջ վերաբերվել եւ հետազոտություններ անել։ Աշխարհը խելացի մարդիկ, բժիշկները բնականաբար մշակել են որոշակի ստանդարտներ, քանի որ ուսումնասիրելով բազմաթիվ երեխաների հիվանդացության, այսպես ասած, պատկերը, նորմատիվներ են որոշվել։ Օրինակ, որ նախադպրոցական տարիքի երեխան, հատկապես եթե նա հաճախում է օրինակ մանկապարտեզ կամ որևէ այլ խմբակ, տարվա մեջ 10-ից 12 անգամ իրավունք ունի հիվանդանալ։ Ավելի մեծ տարիքում այդ քանակը ինչքան մեծանում են, այդ քանակը բնականաբար փոքրանում է։ Օրինակ արդեն դպրոցական սկզբնական տարիներին դա 8-ից 10 անգամն է, ավելի դեռահաս տարիքում 4-ից 5 անգամը տարեկան հիվանդանալը եւ մեծահասակների դեպքում սովորաբար հիվանդացությունը էլի դեռահասների մոտ է կամ ավելի քիչ եւ ավելի մեղմ ընթացքով։ Ինչով է սա պայմանավորված, որ ինչպես ես ասացի, մենք ունենք ձեռքբերովի իմուն համակարգ եւ մարդը չի կարող առհասարակ չհիվանդանալ։ Այսինքն, եթե նա հանդիպում է այնպիսի մի միկրոբի, մի մանրեի կամ վիրուսի կամ սնկի, չգիտեմ, տարբեր են պաթոգենները, որին երբևիցե նախկինում չի հանդիպել, իր օրգանիզմը եւ իր իմուն համակարգը նրան չի ճանաչում, հետեւաբար նա պարտադիր դրանով հիվանդանալու է։ Գրեթե պարտադիր, այսպես ասեմ։ Կան մանրեներ, որոնք այն մեր բնածին իմուն համակարգը հերիքում է, որպեսզի նրանց դեմ պայքարի, սակայն մանրեների մեծ մասը արդեն կարիք ունեն այդ ձեռքբերովի իմուն համակարգի։ Եվ բնականաբար, երբ երեխան սկսում է այդ նորածնային տարիքից հետո ավելի լայն շփումների շրջանակ ունենալ, հաճախում է մանկապարտեզ կամ տանը ունի մանկապարտեզ կամ դպրոց հաճախող քույր եղբայր, այս դեպքում բնականաբար այդ հիվանդացության ժամկետները մի քիչ փոխվում են, որտեղ երեխան ավելի վաղ է սկսում շփում ունենալ մանրեների հետ եւ սկսում է աստիճանաբար նրանց ճանաչել, նրանց դեմ զարգացնել այդ իմուն հիշողությունը։ Եվ երեխան պարտավոր է հիվանդանալ, երբ հանդիպում է վիրուսին, սակայն ինչպես է հիվանդանում։ Օրինակ, եթե տվյալ երեխան ձեր նշած ամեն սուր շնչական վարակը, որը 100 երեխայից 90-ը, 95-ը ուղակի 5 օր ջերմությամբ, քթի հոսքով եւ նման հազով անցկացնում են առանց բարդությունների, եթե այս երեխան այդ բոլոր վարակները իրեն հասած բարդացնում է թոքաբորբով, օտիտներով, օտիտը դա ականջաբորբներ է, թարախային այլ բարդություններով, բնականաբար այստեղ մենք արդեն զանգակ ունենք, որ կարող է իմուն համակարգը լավ չի աշխատում, այսինքն երեխան այո պետք է հիվանդանալ, չէր կարող չհիվանդանալ, երբ հանդիպել է իր համար անծանոթ վիրուսի, բայց ինչպես է հաղթահարում այդ վարակը, սա արդեն պետք է խոսի իմուն համակարգի լիարժեքության մասին։ Եվ բացի այս նշածս օրինաչափություններից, քանակներից, թե տարվա մեջ քանի անգամ կարող է երեխան հիվանդանալ, այստեղ շատ կարևոր է հիվանդացությունների տեսակները։ Մեկը արդեն ասեցի, եթե ամեն վարակը բարդացնում է որևիցե թարախային բարդությամբ, մյուս այսպես կոչված մենք բժշկության մեջ դրանց կարմիր դրոշակներ ենք անվանում, որ պատմության մեջ, անամնեզի մեջ մեզ պետք է մտահոգություն ստեղծեն, որ այս երեխային ավելի ուրիշ աչքով նայենք, դա եթե օրինակ զարգացրել է այնպիսի վարակ, այնպիսի մանրեով, որը նորմալ լիարժեք աշխատող իմուն համակարգը պետք է իզորի լիներ, չեզոքացնել եւ այդ վարակը չզարգացներ։ Դրանք կոչվում են անսովոր վարակներ, ատիպիկ ընթացքով վարակներ։ Նաեւ մեր համար կարմիր դրոշակ պետք է հանդիսանա եւ այս կետի վրա շատ բարձր ուշադրություն եմ ուզում դարձնել թե մեր ծնողական համայնքը, թե մեր բժշկական համայնքը, դա ընտանեկան անամնեզն է։ Կան զարգացած երկրներ, որտեղ գենետիկ
սկրինինգներ կան իմուն անբավարարությունների, նախ ասենք, որ այս ամբողջ թեման հենց իմուն անբավարարությունների մասին է, այս բառը առաջի անգամ հնչեց այստեղ, բայց մեր խոսույթը հենց իմուն անբավարարությունների մասին է, այսինքն երբ իմուն համակարգը լավ չի աշխատում, դա իմուն անբավարարություն է։ Եվ եթե մենք սկրինինգ չենք անում նորածնային եւ չգիտենք տվյալ ծնված բալիկը ունի որևիցե գենետիկ իմուն անբավարարություն թե չունի, բնականաբար դա իր կյանքի ընթացքում պետք է մենք դա հասկանանք։ Բացի նշածս հաճախականություններից, նորմատիվներից, այսպես ասած, նաև նայում ենք բնականաբար կրած հիվանդությունների ծանրությանը, օրինակ, եթե մենինգիտ է տարել երեխան, եթե ոսկրահոդային վարակ է տարել, այսինքն դրանք խորանիստ վարակներ են, եթե արյան վարակ է տարել, դրան մենք սեպսիս ենք անվանում, նման հիվանդություններ կրած բալիկը եւ ամեն մեկը ունի նաև իր հաճախականությունը, օրինակ տարվա ընթացքում 2 հատ թոքաբորբ, տարվա ընթացքում 4 հատ պերֆորատիվ թարախային օծիտ կամ կյանքի ընթացքում 1 հատ մենինգիտ, 1 հատ սեպսիս, 1 հատ ոսկրահոդային վարակ, այսինքն դրանք բոլորը կան նորմատիվներ բժշկի համար, սակայն ծնողի համար էլ, եթե հնչում է ծանր կրած վարակ, սա արդեն իսկ զանգակ է, կարծես կարմիր դրոշակ է, որ այստեղ պետք է մտածենք առնվազն միգուցե իմուն համակարգի որևիցե ուղղակի սխալ աշխատանքի մասին։ Իսկ կասկածելուց հետո ինչ եք անում, ինչպես եք ախտորոշում։ Կան իհարկե կլինիկական հետազոտություններ, որոնք մենք երեխային անում ենք եւ կախված է իհարկե իր անամնեզից, թե ինչերով է հիվանդացել, այդ օղակն ենք ավելի շատ ուսումնասիրում, սակայն իմուն անբավարարությունների ախտորոշման ամենաառանցքային կետերից մեկը դա գենետիկ հետազոտությունն է, քանի որ գիտենք, որ այս հիվանդություններից բոլորի հիմքում հենց գեներն են, գենետիկ անոմալիաներն են։ Լավ, Տիկին Հովհաննիսյան, կպատմեք ինչ գենետիկական հիմքեր կարող են լինել իմունային անբավարարության հիմքում։ Իրականում հիվանդությունները բավականին բազմազան են, բազմատեսակ են, դա հանդիսանում է իր հերթին մարտահրավեր, որովհետև բարդացնում է ախտորոշումը, այստեղ մենք գործ չունենք մեկ եզակի գենի հետ եւ բնականաբար ունենալով միայն կլինիկական պատկեր չենք կարող կռահել, թե որ գենից սկսել հետազոտությունը, օրինակ ինչպես շատ համախտանիշների դեպքում է, երբ որ ունենք օրինակ Դաունի համախտանիշ, այնտեղ կա շատ պարզ կլինիկա եւ մենք ունենք հստակ պատճառ։ Այս պարագայում մենք ունենք կլինիկական պատկեր, օրինակ ցածր լեյկոցիտների քանակ, բազմաթիվ անգամ հիվանդանալու դրվագներ, էպիզոդներ կամ ընդհակառակը կարող է լինել շատ բարձր լեյկոցիտների քանակ եւ նման կլինիկական պատկերով կարող են լինել բազմազան հիվանդություններ։ Այսինքն մենք սկսում ենք միանգամից գենային կամ գենոմային հետազոտություններից։ Դա հաջորդ հարցը հենց ինչպես է ախտորոշում, ինչ Սովորաբար այդպիսի բուժառուներին, որոնք ուղղորդվում են իմունոլոգի կողմից, ցուցված են գենոմային հետազոտություններ, ոնց որ ասեցի, բայց այդպես էլի շատ խելացի մարդկանց խումբ տարիներ շարունակ աշխատելով տվյալ խնդրի շուրջ կազմել են հստակ հրահանգներ, ուղեցույցներ, թե ինչպես պետք է ախտորոշել այդ հիվանդությունները եւ կան ախտորոշման էտապներ։ Սովորաբար սկսվում է էտապային հետազոտությունից, այսինքն առաջին էտապը դա մի շարք գեների խմբի հետազոտությունն է, որոնք կարող են պատճառային հանդիսանալ տվյալ հիվանդությունների համար, դրանք կոչվում են գենային պանելների հետազոտություններ, սակայն որոշ իմունային անբավարարություն առաջացնող հիվանդությունների դեպքում մենք գործ ունենք առավել չհետազոտված խնդիրների հետ, առավել անհայտ տեսակների հետ եւ բախվում ենք խնդրին, երբ որ գենային այդ պանելի կամ սահմանափակ թվով գեների հետազոտության արդյունքում մենք չենք ունենում պատասխան, թե ինչն է պատճառը այդ կլինիկական դրսևորումների, այդպիսի հաճախակի հիվանդանալու կամ ցածր նեյտրոֆիլների քանակի իրականում սա իսկապես մարտահրավեր է։ Լրացնելով ձեր ասածը, պետք է նշենք, որ շատ իրավիճակներ մենք հստակ կլինիկորեն տեսնում ենք, որ երեխայի իմուն համակարգը ճիշտ չի աշխատում, այսինքն ունի իմուն անբավարարություն, սակայն այդպես էլ չեն կարողանում գտնել մեղավոր գենը։ Եվ եթե ես չեմ սխալվում, երբ գենետիկ հետազոտությունների այս զարգացման բուռն դարաշրջանում ներկայումս արդեն 500-ից ավել տեսակներ են հայտնաբերվել իմուն անբավարարությունների, բայց դեռ քանիսը դեռ բացահայտված չեն։ Ես ուզում եմ այստեղ ավելացնել, որ
նշել ավելի ճիշտ, որ յուրաքանչյուր թեստ, յուրաքանչյուր լաբորատոր հետազոտություն միշտ ունի սահմանափակումներ եւ այստեղ պետք է դիտարկել այդ սահմանափակումները, այսինքն եթե սահմանափակ թվով գեների հետազոտության շրջանակում մենք ոչինչ չենք հայտնաբերել, դա չի նշանակում, որ ընտանիքը կատարել է գենետիկական հետազոտություն եւ ոչինչ չի գտնվել։ Դա նշանակում է, որ այդ սահմանում ոչինչ չի գտնվել, բայց մենք ունենք 20,000-ից ավել գեներ եւ երբ որ 500 գենի շրջանակում ոչինչ չի գտնվում, չի նշանակում, որ 500 գենից դուրս չկան ոչ մի փոփոխություններ, որոնք չեն ընդգրկվել հետազոտության մեջ եւ այս պարագայում, որպիսի ծախսը լինի առավել արդարացված, ծախսարդյունավետ լինի հետազոտությունը, միշտ իմուն անբավարարությունների դեպքում ես որպես լաբորատոր գենետիկ, որպես մասնագետ այդ ոլորտում բազմաթիվ տարիների փորձով միշտ խորհուրդ եմ տալիս գնալ ավելի լայնածավալ հետազոտության, այսինքն միանգամից հետազոտել 20,000 եւ այո, գեները, որոնք այն կարևոր ֆունկցիաների համար են պատասխանատու եւ կարող է ինչ որ մի ձևով բերեն նմանատիպ կլինիկական դրսևորման եւ կապվել այն հիվանդության հետ, որը որ ենթադրյալ կասկածի տակ էր հիվանդության սկզբում։ Իսկ հնարավոր է օրինակ, որ նույն գենով պայմանավորված լինեն տարբեր հիվանդություններ, տարբեր դրսևորումներ։ Այո, կարող են, որովհետև մենք ունենք տարբեր տեսակ փոփոխություններ կամ մուտացիաներ գենում, օրինակ կարող են լինել գենում փոփոխություններ, հենց նույն գենում, որը բերում է գենի ֆունկցիայի կրճատմանը, թերացմանը եւ կարող է լինել նույն գենում փոփոխություն, որը ընդհակառակը ակտիվացնում է գենի ֆունկցիան։ Եվ այս պարագայում մենք գործ ունենք երկու տարբեր հիվանդությունների հետ, օրինակ, շատ կլասիկ օրինակ STAT3 գենի կորուստով մուտացիան, ֆունկցիայի կորուստով մուտացիան բերում է հիպերիմունոգլոբուլին E հիվանդությանը, որը լրիվ այլ կլինիկական ընթացք ունի, իսկ ընդհակառակը գենի ֆունկցիայի ավելացման մուտացիան բերում է շատ ծանր աուտոիմուն հիվանդության դրսևորման եւ կարծում եմ բժշկուհին ավելի ճիշտ կպատասխանի, թե ինչպես է դա իրենց օգնում գենետիկական պատասխանը։ Գենետիկական պատասխանը բուժման մեջ առանցքային նույնպես դեր ունի, ոչ միայն ախտորոշման, ինչի ենք ախտորոշում, այսինքն սա ինքնանպատակ չի տեսնենք այդ որ գենն է վերջը հիվանդ, այլ ժամանակակից բժշկությունը գնում է նրան, որ արդեն թիրախային բուժումներ ստեղծվեն, զարգանան այդ ուղղությամբ հետազոտությունները, եթե նախկինում ընդհանուր մոտեցումներ էին, օրինակ փոխարինող իմունոգլոբուլիններով թերապիան շատ հաճախ կիրառվող տարբեր իմուն համակարգերի ախտարումների ժամանակ օգտագործվող թերապիա է, սակայն ներկայումս իմանալով կոնկրետ գենը, կոնկրետ ախտարման լոկուսը, տեսակը, մենք կարողանում ենք կոնկրետ թիրախային գենի վրա ազդել, մենք ասելով բժշկական համաշխարհային հանրույթի նկատի ունեմ, դեռ ցավոք Հայաստանում զարգացումները այդքան էլ արագ չեն, բայց ես շատ լիահույս եմ, որ այսպիսի քննարկումները եւ մասնագետների այսպիսի մոբիլիզացիան պետք է բերի համապատասխան արդյունքի։ Այո, գենետիկան շատ կարևոր է երեխայի եւ պրոգնոզը եւ բուժման տակտիկան ճիշտ հաշվարկելու համար։ Տիկին Հովհաննիսյան, դուք նշեցիք, որ կատարելով պանելային հետազոտություն, մենք ունենում ենք սահմանափակում, քանի որ դա օրինակ 500 գեն է ուսումնասիրում։ Բայց եթե կատարում ենք ձեր ասած գենոմային լայնածավալ հետազոտությունը, ապա այդ դեպքում ինչպիսի պատասխաններ կարող ենք ստանալ։ Արդյոք դա ամբողջովին տալիս է լիարժեք պատասխան։ Եթե ասենք, որ գենոմային հետազոտության դեպքում մենք պարտադիր բոլոր բուժառուների մոտ գտնում ենք պատճառ, կսխալվեն, որովհետև դա այդպես չէ։ Հնարավոր է, որ լինի ակնհայտ կլինիկական դրսևորումներ, պատկեր, կասկած հիվանդության, բայց գենոմային հետազոտության արդյունքում նույնպես ոչ մի գենետիկական տարբերակ կամ փոփոխություն չհայտնաբերվի, եւ դա նորմալ է, դա կոչվում է բացասական պատասխան, բայց դա չի բացառում, որ չկա գենետիկական հիմք հիվանդության։ Դա նշանակում է, որ մինչ օրս հայտնի տեղեկություններով դեռևս չկա տվյալ կլինիկական պատկերի համար հայտնաբերված հիմք, բայց ինչն է լավը այդ լայնածավալ գենոմային հետազոտության, որ մենք հնարավորություն ենք ունենում որոշ ժամանակ անց, նամանավանդ եթե երեխան փոքրիկ է եւ մեծանալուն
զուգահեռ ի հայտ են գալիս նոր ախտանշաններ, նոր կլինիկական տվյալներ եւ նաեւ գիտության մեջ նոր բացահայտումներ են տեղի ունենում, մենք հնարավորություն ենք ունենում նորից վերագնահատելու այդ տվյալները եւ միգուցե արդեն կրկնակի վերլուծության ժամանակ գտնելու պատճառը, որ նախկինում չէր հայտնաբերվել։ Բժշկուհի Պապիկյան, իսկ գենետիկական ախտորոշումից ստացված պատասխանները, արդյունքները որքանով են օգնում ձեր պրակտիկայում բուժման ռազմավարության ընտրության հետ կապված կամ եթե օրինակ ստանում ենք այդ անորոշ նշանակության պատասխան, այդ դեպքում ինչպես է շարունակվում բուժառուի վարումը։ Ես արդեն ինչպես նշեցի, ստացված դրական արդյունքը շատ է օգնում, մենք արդեն հստակ պլանավորում ենք բուժումը, սպეციფიկ թիրախային բուժում եւ պրոգնոզը եւ ավելի հեշտ են կոմունիկացվում հիվանդի ապագայի հետ կապված ընտանիքի հետ եւ ընտանիքի պլանավորման հետ կապված, սակայն եթե ունենք բացասական արդյունք, ինչպես նշեց Տիկին Հովհաննիսյանը, մենք ժամանակի ընթացքում հնարավորություն ունենք վերանայելու այդ տվյալները, իսկ մինչեւ որ այդ վերանայման ընթացքում որևիցե բան հայտնաբերվի ապագայում 5 տարի հետո 10 տարի հետո մենք ստիպված ենք լինում տվյալ բուժառուին վարել կլինիկորեն, սիմպտոմատիկ, այսինքն տեսնելով թե որ թիրախ օրգաններն են կամ որ հիվանդություններն են, որ ինֆեկցիաներն է երեխան հաճախ հիվանդանում կամ անհատը, փորձենք դրանք պատշաճ վարել ընդհանուր սկզբունքներով, քանի դեռ չգիտենք իր հիմնական հիվանդության եւ պատճառը եւ պաթոմեխանիզմը։ Ես այստեղ ուզում եմ բերել օրինակ բուժառու, ում 2 տարի առաջ ոչ մի տարբերակ չենք հայտնաբերել, որովհետև 2 տարի առաջվա տվյալներով հայտնի չի եղել նման տարբերակը, որ այն հանդիսանում է հիվանդություն հարուցող տարբերակ, սակայն 2 տարի հետո արդեն հայտնաբերել ենք տարբերակը, բավականին ծանր տարբերակ, որին ցուցված է օրինակ ոսկրածուծի փոխպատվաստում հնարավորության դեպքում։ Զարգանում են նաև գենային թերապիաները, որը ցավոք մեր երկրում դեռ հասանելի չէ, բայց համենայն դեպս գիտությունը շատ արագ է զարգանում, այդ թվում նաև նոր հայտնագործությունները, որ օգնում է հենց պրակտիկ բժշկությանը։ Բժշկուհի Պապիկյան, իսկ բարդ իրավիճակներում բուժառուի հետ կապված բուժման որոշումների կայացման գործում ինչպես է առաջնորդվում, մանավանդ եթե դա հազվադեպ հանդիպող խնդիրներ են իրենցից ներկայացնում։ Մեր կենտրոնում մենք ունենք մուլտիդիսցիպլինար քննարկումների, այսպես ասած, բորդ, որտեղ ներգրաված են եւ իմունոլոգ, եւ մանկաբույժ, եւ վարակաբան, շատ սերտ համագործակցում ենք գենետիկայի մեր գոլեգաների հետ, գենետիկ մեր գոլեգաների հետ, Տիկին Հովհաննիսյանի հետ եւ նախ պլանը մշակվում է հետեւյալ ձևով, տվյալ երեխային ինչ հետազոտություն ենք անելու եւ արդյունքների ինտերպրետացիան նույնպես թիմային այդպես քննարկում է լինում, արդյոք իր կլինիկական նշանները համապատասխանում են մեր գտածոյին, թե չէ, եւ հետո արդեն կլինիկական մասով արդեն մեր ներհիվանդանոցային այդ քննարկման արդյունքում որոշում ենք պլանը։ Այստեղ պետք է շնորհակալություն հայտնեմ պետության աջակցությանը, քանի որ վերջի շրջանում նաեւ բավական լուրջ քայլեր են արվում այս երեխաների բավական թանկարժեք որոշ բուժման դեղորայքներ պետպատվերի սահմաններում տրամադրելը, որը թերևս մի քանի տարի առաջ երազանքի պես մի բան կարող էր լինել, եւ եթե կարիք ենք ունենում պետությունից այդ դեղորայքը ստանալու, հատուկ դիմում ձևով գրում ենք նախարարությանը, ստանում ենք հաստատումը եւ արդեն երեխան սկսում է իր բուժումը։ Իսկ դուք ինչ կավելացնեք։ Ես կավելացնեմ, որ մուլտիդիսցիպլինար թիմով աշխատելը դա անհրաժեշտություն է եւ պարտադիր է, որովհետեւ մենք էլ գործ ունենք հազվադեպ հիվանդությունների հետ եւ բնականաբար փոքր երկրում հազվադեպ հիվանդություններ մենք ամեն օր չենք տեսնում եւ ամեն օր չենք ախտորոշում եւ բժշկուհի Պապիկյանը նշեց նաեւ արդյոք տվյալները գտածոները համապատասխանում են կլինիկական տվյալներին թե ոչ, ուզում եմ ասել, որ սա ամենաանհրաժեշտ կետն է գենետիկական հետազոտության, այսինքն երբ որ մենք գտել ենք գտածո, բայց չկան կլինիկական դրսևորումներ, այս պարագայում հավանաբար դա այն գտածոն չէ եւ ամենայն հավանականությամբ ինքը չի էլ արձանագրվելու։ Իհարկե, եթե ընտանեկան անամնեզի ընթացքում հավաքագրման մենք չենք առնչվել ինչ-որ դրվագների, որը որ կարող է կապվել այդ գտածոյի հետ, նաև խորհուրդ ենք տալիս անպայման կատարել ռետրոսպեկտիվ հետազոտություն, որովհետև երբեմն գտնում ես խնդիր, որը կապվում է ինչ-որ մի կլինիկական դրսևորման հետ, բայց
այդ բուժառուի համար այդ կլինիկական հետազոտությունը չի արվել, որովհետև չեն մտածել պարզապես այդ խնդրի արկայության մասին եւ պարզապես այդ խնդիրը չեն հետազոտել։ Այս պարագայում պարտադիր է հանդիսանում թիմային աշխատանքը, պարտադիր է հանդիսանում անկախ մենք տարբեր շենքերում ենք աշխատում, թե տարբեր տարածքներում, կապը բուժող բժշկի կլինիցիստի հետ, որպեսզի մենք ճշտենք։ Հա, միգուցե բուժառուն մոտեցել է, թղթերը մոտեցրել է, իր փաստաթղթերը բժշկական, բայց չի նշված որևիցե տեղ այդ խնդրի մասին։ Եվ արդեն գտնելով տարբերակը կապ հաստատելով բժշկի հետ, խնդրելով, որ իրանք ստուգեն նաև այդ խնդիրն էլ, որը որ կարող է բաց թողնված լինել, աշխատանքի արդյունքում երբեմն գալիս ենք այդ կետին, այո, որ այդ կլինիկական փոփոխությունը չի եղել սկզբում նշված, բայց ռետրոսպեկտիվ անալիզի արդյունքում, հետազոտության արդյունքում դա իսկապես հաստատվում է եւ հաստատվում է նաեւ մեր կողմից հայտնաբերված գենետիկական տարբերակը որպես պատճառային տարբերակ տվյալ հիվանդության, իսկ ինչ վերաբերվում է համագործակցությանը, ոչ միայն հանրապետության ներսում է մեր համագործակցությունը, այլև միջազգային համագործակցություն է, որովհետեւ փորձագիտական կենտրոնը գենետիկական ինքը հանդիսանում է կառույց Հայաստանից ներգրաված նեյտրոպենիաների կոնսորցիումի մեջ եւ մենք 19 թվականից սկսած զբաղվում ենք նեյտրոպենիաների հետազոտությամբ, որը որ շատ լուրջ խնդիր է եւ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում մենք չունենք առանձին բաժանմունք, որը որ հենց զբաղվում է այդպիսի բուժառուների վարումով, այսինքն բուժառուները ուղղորդվում են տարբեր հիվանդանոցների մանկաբուժական բաժանմունքներից, հա, արյունաբանական կենտրոնից եւ դա իսկապես էլի բարդացնում է աշխատանքը եւ առանց այդ միջազգային թիմի օգնության մենք չենք կարող հասնել գրագետ ախտորոշման։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, այսօր այստեղ էինք, որպեսզի քննարկեինք իմունային անբավարարությունը եւ դրա հիմքում առկա գենետիկական հիմքերը։ Եղեք առողջ եւ տեղեկացված լինելու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։